Ընկերներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Այսօր ես ցանկանում եմ խոսել այն իրավիճակի մասին, որ այսօր աշխարհում տեղի է ունենում։ Ես որպես մարդ, որպես աշխարհի մասնիկ, նույնպես ցավ եմ զգում այն ամենը, ինչը որ տեսնում եմ, բայց ինձ այս ամենը մտածելու տեղ տվեց եւ ավելի արժեքները ճիշտ դնելու հնարավորություն, որովհետեւ մենք շատ անգամ հեշտ ենք խոսում, քան իրականում գնահատում ենք այն ամենը, ինչ ունենք։ Իհարկե նախ եւ առաջ ես ավելի ձեզ հետ ծանոթանամ, ես Նազելի Ազիզյանն եմ, 13 տարվա փորձագետ, մտքի ուժի ոլորտում, սննդաբան եւ իհարկե ընտանեկան հոգեբան։ Արդեն երկար տարիներ աշխատում եմ կանանց հետ, որտեղ որ նրանց օգնում եմ գտնել իրենց սեփական եսը, աշխատել իրենց սննդի վարքագծի ձևավորման հետ եւ իհարկե ինչու՞ չէ նաեւ ձևավորել իրենց սեփական գեղեցիկ տեսքը եւ արդեն քայլել նոր տեսքով, նոր մտածելակերպով դեպի իրենց ապագա։ Եվ այսօրվա իմ եթերը ուզում եմ նվիրեմ աշխարհում այն ամենին, ինչը կատարվում է, որովհետեւ նույնպես ինձ աղջիկները, իմ մասնակիցները ծրագրերի, պրոյեկտների ասում են դժվար է, ինչա լինելու, վախենում են եւ նույնպես իրենց ցանկությունների մեջ ցանկանում են, որ աշխարհում լինի խաղաղություն, երջանկություն, անվտանգություն եւ երբ որ մարդկանց ես հարց եմ տալիս, ինչ ես դու ցանկանում, գրի քո 10 կարևոր երազանքները, հավատացեք առաջի մինչեւ 5 կետում գրված է լինում աշխարհին խաղաղություն, պատերազմներ չլինեն։ Իսկ այդ ամենը ուզում եմ, որպեսզի մենք ձեր հետ միասին հիմա քննարկենք, ինչ է նշանակում ես ցանկանում եմ աշխարհին խաղաղություն։ Ես ցանկանում եմ, որ պատերազմներ չլինեն։ Այդ ամենի ներքևում ավելի խորը թաքնված են մեր վախերը կորցնելու, մահանալու, որովհետև երբ որ մենք ցանկանում ենք այդ ամեն ինչը չլինի, դրանով մենք ոչինչ չենք բերում մեր ներկա, մենք դրանով բերում ենք միայն այն, որ կանգնում է մեր կյանքը, կանգնում է ժամանակը, վախի մեջ, մտածում ենք թաքնվելու, չերևալու մասին եւ դրանից ելնելով մենք չենք գործում։ Եվ իմ սեփական փորձից ելնելով կարող եմ ասել մեր սեփական փորձից ելնելով, ինձ հետ շատերը կհամաձայնեն, կարող եք կոմենտներում իհարկե գրել, դուք նույնպես։ Մենք երկար տարիներ այդ վախի, թաքնվելու, համբերելու մեջ կանգնած ենք եղել, կանգնած, ոչ մի աճ, ոչ մի ձախ, այլ ուղղակի սպասել ենք, սպասել, որ ինչ որ միտեղ Աստված մեր փոխարեն ինչ որ մի հարցեր կլուծի։ Ու երբ որ մի բան չի եղել, սկսել ենք Աստծուն մեղադրել, կամ պետությանը մեղադրել, կամ ինչ որ մարդկանց։ Եկեք նախ խոսանք այն կետից, որ ցանկացած իրավիճակ, որը որ կախված չի մեզանից, դա մենք լուծել չենք կարող, то есть մենք ազդել իր վրա չենք կարող, օրինակ դա այդպիսին են աշխարհում կատարվող իրավիճակները, պատերազմները, ջրհեղեղները, երկրաշարժերը, ինֆլյացիան, թանկացումներն այնտեղ գնում, ցանկացած պետական ինչ-որ փոփոխություն համակարգի վրա մենք ինքներս ազդել չենք կարող։ Մենք միայն կարող ենք ազդել մեր վերաբերմունքի վրա տվյալ իրավիճակին։ Օրինակ, եթե եղավ թանկացումներ, դրամը արժեզրկվեց կամ հակառակը բարձրացավ, այստեղ ամեն դեպքում կգտնվեն մարդիկ, ովքեր եւ նրան դեմ կլինեն եւ նրան դեմ կլինեն։ Դրա համար այստեղ արդեն մեր անձնական վերաբերմունքից է գալիս, թե այս կամ այն իրավիճակին մենք ինչպես ենք վերաբերվում։ Նույնը մեր հարևան պետություններում այսօր գնում են պատերազմ, որը որ ցավալի է, բայց կգտնվեն մարդիկ, ովքեր կարող են այդ հարցի շուրջ ինչ-որ դրական, փոփոխություն տեսնել, լավ իրանց զգալ, կարելի է սենց ասել, բայց կգտնվեն մարդիկ, ովքեր ցավ կզգան, վախ կզգան այդ ամեն ինչի նկատմամբ, եւ կգտնվեն մարդիկ, ովքեր այդ ամեն ինչին նեյտրալ կվերաբերվեն, այսինքն էներգիա չեն ծախսի, ռեսուրս չեն կորցնի, որի հետևանքով չի գնա ավելի նեգատիվը սեփական կյանքում։ Ես այն մարդկանցից եմ, ովքեր որ այսօրվա դրությամբ նեյտրալ է վերաբերվում ամեն ինչին, հասկանալով, որ բայց ինչու՞ չէ, մեր երկրում է կարող հանգիստ լինի պատերազմ, որ մեկ սա ապահովված, որ 5 տարի, 10 տարի հետո չի լինելու ինչ որ պատերազմ, որ մեկս գիտեինք, որ 22 թվականին կլինի այնպիսի փոփոխություն, որ
կլինի աշխարհի մակարդակի վրա, ինչ որ Հայաստանի մասնիկը կգնա, Ադրբեջանի մասնիկ կդառնա։ Ոչ մեկը չգիտենք, բայց ես նույնպես չգիտեի, որ օրինակի համար Արցախը չէր համարվում Հայաստանի մասնիկ, որտեղ ես մեծացել եմ մտքով, որ ինքը Հայաստանի մասնիկն է։ Ինչևից է, այդ ամեն ինչից անալիզ անելով, ես ինքս հասկացա, որ այդ ամեն ինչը կա, այդ ամեն ինչը արդար է, պատմությունները եղել են, գրվել են, պատերազմները եղել են, միշտ լինում է մեկ հաղթող, մեկ պարտվող, ամենակարևորը այստեղ ժողովուրդն է։ Ինչ ենք մենք վերցնում ամեն մի նման մեծ դասից, որը որ ազգությանն է վերաբերվում, որտեղ մենք ինքներս հայ ազգ ենք, հայի արմատների ներկայացուցիչ ենք ու այդ մեր գենի մեջ կա գրված այդ ցավը, տառապանքը դարեր ի վեր եկել, այսինքն մենք մեր տոհմյով հանդերձ միշտ եղել է այնպես, որ մեզ տրորել է, մեզ ոչնչացել է, մեզ քոքից արմատախիլ են արել, բայց այն փոքրիկ ծիլերը մնացած նորից սկսել են աճել, զարգանալ եւ դրանից ելնելով մենք հասել ենք այնտեղ, որտեղ որ ներկա պահին կանք։ Ինչ եմ ուզում այսօր ձեզ խորհուրդ տամ, սիրելիներս, ամեն ինչի մեջ տեսեք լավը։ Ոչ թե որ պատերազմը ուրեմն լավ է, այլ լավը տեսնեմ կյանքի մեջ, իմ օրվա մեջ, իմ զգացմունքների մեջ։ Ինչ եմ ես զգում այս իրավիճակում, վախ, մահանալուց վախ, որ ես կմահանամ, Հայաստանի վրա կհարձակվեն, Հայաստանն էլ կտուժի։ Ասենք այդ ամեն ինչը լինի, խնդիր չի։ Ինչ է լինելու ինձ հետ։ Ես մահանալու եմ, միգուցե, բայց միգուցե չմահանամ, միգուցե կյանքում լինի այնպես իրավիճակ, որ ես կյանքի բերումով այդտեղ չհայտնվեմ, կամ այդ իրավիճակում չհայտնվեմ, կամ երկրում այդ ժամանակ չլինեմ ու ես չմահանամ, որտեվ հիշեք, Աստծու համար չկա ազգություն, Աստծու համար կա մարդ ու մարդկային զգացողություն, մարդկային էակ, ով որ եկել այս աշխարհ, որպեսզի ճանաչի եւ բացահայտի բոլոր գույները, էմոցիաների, վերաբերմունքի, վարքագծի։ Դրա համար, երբ որ մենք խոսում ենք վախից, մենք վախ ենք ցանում եւ դա էլ ստանալու ենք։ Երբ որ մենք խոսում ենք սիրուց, շնորհակալությունից, մենք դա ենք ցանում եւ դա ենք ստանալու։ Դրա համար եկեք այսօր մենք բոլորով միասին լինենք շնորհակալ մեր օրվա։ Տեսնում եք ինչ լավ արև է։ Տեսեք, այսօր մեր երկիրը ապահով է։ Այսօր մեր երկրում մենք տեսնում ենք լույսը, արևի լույսը։ Այսօր ջուրը կա, այսօր գազը կա, այսօր սնունդը անսահման կա։ Այո, կար ժամանակներ, երբ որ մենք այդ ամեն ինչը չունեինք։ Ես այդ ամեն ինչը վառ հիշում եմ, եւ այդ ժամանակ, երբ որ կհիշեք, գալիս էր ինչ-որ մի էտապ, որ լույսը միացնում էի, ոնց էին գոռում ուռա, ու ամբողջ sense մի հատ մեծ ուրախություն էր ամբողջ Երևանով, ինձ թվում է մյուս քաղաքներում նույնպես է եղել, ու այդ ամեն ինչ այնպիսի էմոցիաներ են, այնպիսի երջանկություն էր։ Ես ուղղակի ամեն անգամ ուզում եմ հիշեմ եւ հիշում եմ, թե ինչ ենք մենք վերապրում ամեն անգամ այդ ուրախությունը մեր, որ այդ ամեն ինչը կա։ Իսկ այսօր մենք այդ ամեն ինչը ուղղակի ունենք ու չենք գնահատում։ Այսօր ունենք լույսը, այսօր ունենք ջուրը, այսօր ունենք գազը, այսօր ամեն ինչը հասանելի է, այսօր մենք ունենք հնարավորություն կրթվելու, այսօր մենք ունենք հնարավորություն զարգանալու եւ տարբեր միջավայրներ, որ մենք կարող ենք գումար վաստակել։ Դրա համար այսօրվա կյանքը մեզ տալիս է հնարավորություն ընտրելու շնորհակալ լինելու ուղղությունը, այլ ոչ թե փնովելու, քննադատելու ուղղությունը։ Եվ եկեք բոլորով միասին ոչ թե ուղղակի նստենք աղոթենք, ուղղակի խոսքեր ասենք, որը որ ոչինչ չի ասում մեր սրտին, այլ ամենամեծ աղոթքը դա շնորհակալությունն է։ Շնորհակալ լինենք մեր կյանքին, շնորհակալ լինենք Աստծուն, շնորհակալ լինենք մարդկանց, շնորհակալ լինենք հարևանին, հարազատին, երկրին, այն ամեն ինչին, ինչ շրջապատում է։ Եթե դուք ամեն ինչի մեջ գտնեք պատճառ շնորհակալ լինելու, ապա հավատացեք, մի այլ կարգի դուք բարձրանալու եք վերև, մի այլ կարգի, այլ ձև եք արձագանքելու այն ամենին, ինչը կատարվում է, եւ ուղղակի ապրելու եք այսօր ձեր ներկան ավելի ճիշտ, որտեղ իրականում գոյություն չունի անցյալ եւ գոյություն չունի ապագա, կա միայն ներկան։ Եթե տասնամյակներ, հարյուրամյակներ մարդկանց պրոպագանդել են ապագա,
պետքա սովորես, պետքա հես անես, պետքա այն անես, որ լավ տեղ ունենաս, այս ունենաս, այն ունենաս։ Այսօր մենք բոլորս տեսնում ենք, որ միայն ու միայն ներկայի որոշումներն ու ներկան է կարևոր։ Ով եմ ես հիմա, ինչ եմ ես անում, ուր եմ ես գնում, այսօրվանից է կախված ու իմ քայլերից։ Դրա համար եկեք այսօր բոլորով միասին շնորհակալ լինենք մեր երկրին, շնորհակալ լինենք մեր բնությանը, շնորհակալ լինենք լույսին, արևին, նույնիսկ անձրևին։ Երբևիցե փորձել եք այդ ամեն ինչ ընդունել նրանով, որ ախր ինչ լավ է, որ դու անվճար ջրում ես այս ամեն ինչը, որ ես կարողանամ սնվեմ։ Դու հոգ ես տանում հողի հանգստանալու մասին, բնությանը շնորհակալ եղել եք երբևիցե։ Ոդ քայլեք անձրևի տակ եւ նկատեք բնությունը, եղեք պահի մեջ, ներկայի մեջ ու տեսեք ինչ եք լսում։ Քաղաքի մեջ շատ աղմուկ կա, ես միշտ փորձ եմ անում ու երբ որ քաղաքում քայլում եմ, աղմուկը շատ է, այդ լարվածությունը, էներգիան շատ է, որտեղ որ կա նեգատիվ եւ այլն, բայց նույնիսկ դրա մեջ, եթե դուք սկսեք զգալ բնությունը, իսկ դա հնարավոր է, եթե երկար ժամանակ աշխատեք ու կենտրոնանաք դրա վրա, ապա դուք սկսում եք իրատակ լսել այդ տերևների շարժվելը, ճնճուղքների ձայնը, ինչ-որ միտեղ շունիկի հաչոց, դա բնություն է, բնության մասնիկներն է, իսկ մենք ինքներս բնության մասնիկ ենք կազմում, այնինչ մենք սովորել ենք լսել աղմուկը, ավտոների, մեկը բարձր խոսած եւ այլն, որպեսզի այդ ամեն ինչից դուրս գանք, եկեք սովորենք շնորհակալ լինելու արվեստին, ամեն առավոտ արթնանալուց նայեք ինքներդ ձեզ հայլու մեջ կամ ուղղակի նստած վիճակում ձեռքերը ոնց ուզում եք դրեք, այսպես, ես սենց եմ սիրում, այսպես վիճակում բռնեք եւ ասեք շնորհակալ եմ ինձ, որ ես կամ, շնորհակալ եմ Աստված, որ հենց ինձ ես ընտրել, որ ես ծնվեմ այս կյանք, որ իմ ներկայությունում կարողանամ ինչ-որ մի բան փոխել մարդկանց կյանքում, կապ չունի, յուրաքանչյուրդ ինչ-որ մի բան, ինչ-որ միտեղ փոխում եք մարդկանց կյանքում, շնորհակալ եմ այն լույսի, շնորհակալ եմ այն հանգիստ երկնքի համար, որ այսօր մեր երկրի վրա է, շնորհակալ եմ իմ ծնողների համար, շնորհակալ եմ իմ երեխաների համար, շնորհակալ եմ, որ դու ինձ տալիս ես հնարավորություն փոխվելու, ավելի լավ ծնող լինելու կամ ավելի լավ երեխա լինելու համար, շնորհակալ եմ, որ դու իմ մասին հոգ ես տանում, որ ինչ էլ ուզում ա լինի, ինձ համար դռներ ես բացում, այսա է աղոթքը առ Աստված, դրա համար եկեք սովորենք շնորհակալ լինելով, մեր Հայաստանը ավելի ապահովենք, զգանք մեր երկիրը, մեր հողը, մեր արմատները, որտեղ այն շատ ցավատես է, բայց որպեսզի այդ ամեն ինչին օգնենք, եկեք ամեն մեկը ինչ-որ միտեղ եղեք շնորհակալ, եթե ձեզ դուր եկավ իմ տեսանյութը, ապա անպայման կիսվեք ձեր կարծիքով եւ ինչու՞ չէ նաեւ գրեք ինչի մասին կցանկանաք հաջորդ անգամ ես խոսեմ, առայժմ